Գիրք ծննդոց, գլուխ 22 Աստված փորձում է Աբրահամին։ Եվ եղավ, որ այս ամենից հետո Աստված փորձեց Աբրահամին և ասաց նրան. Աբրահամ, և նա ասաց. ահա այստեղ եմ։ Եվ նա ասաց. վերցրու քո սիրելի միամորիկ որդուն Իսահակին և Մորիայի երկիր գնա, և այնտեղ նրան ողջակիզիր այն լեռներից մեկի վրա, որ ես քեզ կասեմ։ Եվ Աբրահամը առավոտ վաղ վեր կացավ և դրեց իր էշի համետը, և իր հետ վերցրեց իր մարդկանցից երկու երիտասարդների և իր որդի Իսահակին և ողջակեզի փայտ ջարդեց և վեր կացավ ու գնաց այն տեղը, որ Աստված իրեն ասել էր։ Եվ երրորդ օրը Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և հեռվից տեսավ այն տեղը, և Աբրահամն ասաց իր ծառաներին. «Դուք այս էշի հետ այստեղ մնացեք, ես և տղան մինչև այնտեղ կգնանք և պաշտամուն կմատուցենք և ձեզ մոտ կվերադառնանք»։ Եվ Աբրահամն առավ ողջակեզի փայտը և դրեց իր որդի Իսահակի վրա, և ինքն իր ձեռքն առավ կրակը և դանակը և երկուսով միասին գնացին։ Եվ Իսահակը խոսեց իր հայր Աբրահամի հետ և ասաց. «Հայր իմ»։ Եվ նա ասաց. «Այստեղ եմ, որդիս»։ Եվ նա ասաց. «Ահա կրակը և փայտը, բայց որտե՞ղ է ողջակեզի գառը»։ Եվ Աբրահամն ասաց. «Որդիս, Աստված իր ողջակեզի համար գառնուկ կհայթայթի»։ Եվ երկուսը միասին գնացին։ Եվ եկան այն տեղը, որ Աստված նրան ասել էր, և Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց և փայտերը շարեց և իր որդի Իսահակին կապեց, դրեց զոհասեղանին փայտերի վրա։ Եվ Աբրահամն իր ձեռքը մեկնեց և վերցրեց դանակը, որ իր որդուն մորթի։ Եվ Տիրոջ հրեշտակը երկնքից նրան ասաց. «Աբրահամ, Աբրահամ»։ Եվ նա ասաց. «Ահա այստեղ եմ»։ Եվ նա ասաց. «Ձեռքդ տղային մի դիպցնիր, և նրան ոչ մի բան մի արա, որովհետև հիմա իմացա, որ դու վախենում ես Աստծուց, և քո մեկ հատիկ որդուն չխնայեցիր ինձնից»։ Եվ Աբրահամն իր աչքերը բարձրացրեց և նայեց, և ահա իր ետևում մի խոյ կար, մացառոտ թփի մեջ, եղջյուրներից բռնված։ Եվ Աբրահամը գնաց բռնեց խոյին և դրան իր որդու փոխարեն ողջակեզ մատուցեց։ Եվ Աբրահամն այն տեղը Եհովայի Իրե կոչեց, ինչպես մինչև այսօր ասվում է, թե դա Տիրոջ լեռան վրա է երևալու։ Եվ Տիրոջ հրեշտակը երկրորդ անգամ երկնքից կանչեց Աբրահամին և ասաց. «Ինձանով եմ երդվում, ասում է Տերը, քանի որ դու այդ բանն արեցիր և քո որդուն մեկ հատիկ որդուն չխնայեցիր, քեզ օրհնելով կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի և ծովեզրում եղած ավազի պես բազմացնելով կբազմացնեմ, և քո սերունդը կժառանգի իր թշնամիների դուռը։ Եվ երկրի բոլոր ազգերը քո զարմով կօրհնվեն, որովհետև իմ ձայնին հնազանդվեցիր»։ Եվ Աբրահամը ետ դարձավ իր ծառաների մոտ և վեր կացան ու միասին Բերսաբեհ գնացին, և Աբրահամն ապրում էր Բերսաբեհում։ Եվ եղավ այնպես, որ այս ամենից հետո Աբրահամին ասվեց, թե մեղք անել որդիներ ունեցավ քո եղբայր Նաքովրի համար, իր անդրանիկ Հուսին և նրա եղբայր Բուզին և Արամի հայր Կամուելին և Քաղադին, Ասավին, Փաղդասին, Ետլափին և Բաթուելին։ Եվ Բաթուելը ծնեց Ռեբեկային, այս 8-ին մեղք հանձնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար։ Եվ նրա հարճը, որի անունը Ռեումա էր, նա էլ ծնեց Տեբաքին, Գաամին, Թաքասին և Մաաքային։